Բարի լույս սիրելիներ, այսօր ապրիլի 7-ն է և մայր եկեղեցին մեր հիշատակում է և տոնում է Սուրբ Ավետման տոնը։ Այսօր Սուրբ Աստվածածինը հղիանում է Սուրբ Հոգու ավետիսով և Սուրբ Հոգու ներկայության մեջ է, որ կրում է իր որովայնում բովանդակ աստվածությունը։ Սիրելիներ, այսօրվա տոնի այս գեղեցիկ խորհրդով շնորհավորում եմ մեր բոլոր մայրերին, ցանկանում, որ մայրական սերն ու գուրգուրանքը, ջերմությունը իրենց սրտերից անպակաս լինի, որպեսզի ինչպես Աստվածածինը իր որդուն կրեց և տվեց աշխարհի փրկության համար, այդպես յուրաքանչյուր մայր կրի, մեծացնի, տա իր հասարակությանը, իր հայրենիքին, ազգին, իրենց որդիներին, որոնք իսկապես կերտելու են և դարձնելու են մեր հասարակությունը ավելի լավը։ Այսօրվա ընթերցումը վերաբերում է Սուրբ Հոգուն, սիրելիներ։ Կորինթացիներին ուղղված առաջին նամակի 12-րդ գլխում Պողոս առաքյալը խոսելով Սուրբ Հոգու մասին հետևյալն է գրում. Թեև ծառայությունները զանազան են, բայց Բաշխողը նույն Տերն է։ Թեև գործերը զանազան են, բայց նույն Աստված է հաջողում այդ ամենն ամենքի մեջ, բայց յուրաքանչյուր մեկին է տրված հոգու հայտնությունը բոլորի օգուտի համար։ Սիրելիներ, ծառայությունները զանազան են, բայց Բաշխողը մեր Տեր Աստված է, և իր Սուրբ Հոգին տալիս է մեզ բոլորիս, որպեսզի մենք կարողանանք օգուտ բերենք, ոչ թե մեր անձերը զուտ բավարարելու համար, այլ օգտակարություն բերենք ինքներս մեզ և մեր միջոցով այն բոլոր մարդկանց, ովքեր հաղորդակից են լինելու այդ Սուրբ Հոգուց։ Սուրբ Աստվածածինը կրեց իր մեջ Սուրբ Հոգու ներկայությունը և տեսնում եք իր օգուտը։ Իմ ձեր յուրաքանչյուր մեկիս հավիտենական կյանքն է։ Եվ այսօր, սիրելիներ, յուրաքանչյուր մեկիս պատկամ է տրվում կրելու Սուրբ Հոգու ներկայությունը մեր անձերի մեջ և այդ Սուրբ Հոգով գործելու, որպեսզի չլինի թե մենք ապրենք միայն մեզ համար, այլ ապրենք նաև մեկս մյուսիս համար, ինչպես որ Տեր Հիսուս Քրիստոս իր անձը դրեց իր սիրելիներին, այդպես յուրաքանչյուր մեկս մեր առօրյայում պատրաստ լինենք մեր անձերը, մեր ժամանակը, մեր գործը, մեզանից ինչ-որ մի բան տալու մեր դիմացինին։ Այսօրվա խորհուրդը այսպիսին է. թող Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը յուրաքանչյուր մեկիս հետ լինի և իր մայրական սերն ու ջերմությունը չպակասի մեր կյանքից, որպեսզի մենք էլ կարողանանք իսկապես Սուրբ Հոգին օգտագործել Տիրոջ փառքի համար։ Բարի և խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։